Սիրելի օջունցիներ ջան, սիրելի օջուն, ուժեղ Հայաստանի ուժեղ թիմը ձեր գյուղում է։ Մենք եկել ենք ձեզ ասենք, որ Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը ձեր կողքին կանգնած է։ Եկել ենք ձեզ ներկայացնելու ուժեղ Հայաստանի ծրագրերը, եկել ենք ձեզ իրազեկելու, որ մի քանի օրից մենք կարևոր ընտրություն ենք կատարելու հանուն ուժեղ Հայաստանի, հանուն Հայաստանի ապագայի, հանուն մեր երեխաների և մեր սերնդի ապագայի։ Սիրելի օջունցիներ ջան, մի րոպե անգամ չմտածեք, կասկած անգամ չունենաք, որ ունենալ ենք ուժեղ Հայաստան, որ ունենալ ենք ուժեղ օջուն։ Սիրելի օջունցիներ ջան, ուժեղ Հայաստանում գյուղերը պետք է շեն ու բարեկեցիկ ապրեն։ Ուժեղ Հայաստանում մենք պետք է բարեկեցիկ ու գլուխներս բարձր ապրենք։ Իսկ դրա համար մեզ պետք է ուժեղ առաջնորդ, ուժեղ վարչապետ Սամվել Կարապետյանը։ Սամվել վարչապետ, Սամվել վարչապետ, Սամվել վարչապետ, Սամվել վարչապետ, վարչապետ, Հայաստանին պետք են փոփոխություններ, Հայաստանին պետք է նոր առաջնորդ, իսկ այդ փոփոխությունների համար հունիսի 7-ին գնում ենք ընտրատեղամասեր և ընտրում ենք փոփոխության համարը, փոփոխության համար 3, փոփոխության համար 3, փոփոխության համար 3։ Սիրելի մեր բնակիչներ, ուժեղ Հայաստան դաշինքի թիմը եկել է ներկայացնելու Սամվել Կարապետյանի ծրագրերը և ասելու, որ Սամվել Կարապետյանը, ինչպես գիտեք, կառուցող մարդ է։ Սամվել Կարապետյանը տարիներ շարունակ կանգնած է եղել հայ ազգի կողքին։ Սամվել Կարապետյանի կատարած աշխատանքների մասին խոսում են ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանի սահմաններից դուրս։ Դրա համար, ինչպես նշել է մեր առաջնորդը Սամվել Կարապետյանը, ասել է, որ տարիներ շարունակ ես կանգնած եմ եղել հայ ազգի կողքին, կատարել եմ շատ աշխատանքներ Հայաստանում և այսօր ժամանակն է, որպեսզի ես էլ վերադառնամ Հայաստան և մեր երկիրը ազատեմ այս փոքրիկ խմբակի ձեռքերից։ Մեր երկրին անհրաժեշտ են իրական փոփոխություններ, բայց այդ փոփոխությունները իրականացնելու համար անհրաժեշտ է բոլորիս միասնական մասնակցությունը գալիք խորհրդարական ընտրություններում, քանի որ այս տարվա ընտրությունները տարբերվում են նախորդ տարիների ընտրություններից։ Ներկայիս իշխանությունը, ներկայիս փոքրիկ խմբակը պլանավորում է մեր երկրում վերաբնակեցնել 300,000 ադրբեջանցիների, պլանավորում են մեր երկրում կառուցել մզկիթներ, բայց դա մենք թույլ տալ չենք կարող։ Մեր հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը դա թույլ տալ չի կարող։ Դրա համար նա կանգնեց մեր հայ առաքելական սուրբ եկեղեցու կողքին և պահպանեց մեր ազգային արժեքները։ Եվ ժամանակն է, որ մենք էլ բոլորս հայերով կանգնենք Սամվել Կարապետյանի կողքին և հունիսի 7-ին բոլորս գնանք ընտրատեղամաս և քվեարկենք ուժեղ Հայաստան դաշինքի օգտին։ Իսկ ուժեղ Հայաստան դաշինքը քվեաթերթիկում 3-ն է։ Փոփոխությունների համար 3, փոփոխությունների համար 3, փոփոխությունների համար 3։ Իսկ այդ փոփոխությունները հնարավոր է միայն մեր հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ։ Սամվել վարչապետ,
Սամվել, վարչապետ, Սամվել, վարչապետ, Սամվել, վարչապետ, Սամվել, վարչապետ, Սամվել, վարչապետ, Սամվել, վարչապետ, Սամվել, վարչապետ, փոփոխության համար 3, փոփոխության համար 3, փոփոխության համար 3. Սիրելի աջունցիներ ջան, մենք շատ ենք տեսնում, որ Հայաստանի ներկայիս իշխող փոքրիկ խմբակը գյուղերում շրջում են և ներկայացնում ասֆալտային ու դպրոցները, որպես լապան վերարել են այս ժողովրդի համար։ Նորից ենք կրկնում, ներկայիս իշխանությունները դա պարտավոր են անել և դա արել են ձեր արդար կրտինքի ու ձեր գետանի հաշվին։ Ոչ մեկ պարտավոր չէ շնորհակալություն հայտնել իշխանություններին ձեր իսկ գումարով ձեր գյուղը բարեկարգելու համար։ Գալիս են գյուղերը և ասում են դպրոցներ են կառուցել։ Այդ դպրոցները պետք է լինեն աշակերտներով լիքը և մեր նպատակն է, որ մեր գյուղերը չդատարկվեն, այլ մեր գյուղերը ավելի զարգանան, առաջ գնան և կարողանանք մեր գյուղում, մեր գյուղերում ապրենք արժանապատիվ ու բարեկեցիկ կյանքով։ Իսկ դա հնարավոր է միայն մի մարդու շնորհիվ, ով այս տարիների ընթացքում բազմիցս ապացուցել է, որ կանգնած է հայի ու Հայաստանի կողքին։ Սիրելի աջունցիներ ջան, մենք վստահ ենք, որ ձեր արժանապատվությունն ու սկզբունքայնությունը ձեզ կստիպի հունիսի 7-ին կատարել ճիշտ ընտրություն, կատարել ընտրություն հանուն ուժեղ ապագայի, հանուն մեր սերունդների, հանուն գյուղերի զարգացման ու առաջընթացի։ Իսկ դրա համար մեզ պետք է, որ հունիսի 7-ին գնանք ընտրատեղամասեր և ընտրենք փոփոխությունը։ Փոփոխության համար 3, փոփոխության համար 3, փոփոխության համար
փոփոխության համար 3 փոփոխության համար 3 եւ այդ փոփոխությունները հնարավոր է միայն մեր հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ Սամվել վարչապետ 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 Սիրելի հայրենակիցներ, ներկայիս իշխանությունները հատել են բոլոր կարմիր գծերը, ուրանալով մեր հայ առաքելական սուրբ եկեղեցին, հարձակվելով եկեղեցու վրա, զիջելով մեր տարածքները, հանձնելով մեր հայրենիքը, եւ ես ուզում եմ ասել, որ այս իշխանությունը էլ ձև չունի մնալու, այս իշխանությունը հունիսի 7-ին իրենց ուսապարկները հավաքելու են եւ հեռանան, եւ մենք ունենալու ենք ուժեղ Հայաստան մեր հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ, իսկ դրա համար պետք է բոլորս հունիսի 7-ին գնանք ընտրատեղամաս եւ քվեարկենք ուժեղ Հայաստան դաշինքի օգտին,
Իսկ ուժեղ Հայաստան դաշինքը քվեաթերթիկում 3 է, փոփոխությունների համար 3, փոփոխությունների համար 3, իսկ այդ փոփոխությունները բերելու է Սամվել Կարապետյանը, Սամվել վարչապետ, Սամվել վարչապետ, Սամվել վարչապետ, Սամվել վարչապետ, Սամվել վարչապետ, Սիրելի հայրենակիցներ, ներկայիս իշխանությունները, ինչպես որ խոսեցինք, գալիս են գյուղեր եւ ցույց են տալիս իրենց իբրև թե կատարած աշխատանքները, այսքան ասֆալտ արինք, այսքան դպրոց սարքինք, մեկը չկա հարցի, այդ ինչով եք սարքել այդ դպրոցներն ու ասֆալտը որ արել եք, այդ ում միջոցներով եք արել, էլ չեն ասում, որ շրջանառության հարկը 5%-ից սարքեցին 10%, 3000 եւ ավել բիզնես փակեցին դրա ֆոնին, ու այսօր հպարտ կանգնում խոսում են, որ դպրոց ենք սարքել, հպարտ կանգնում խոսում են, որ ասֆալտ ենք արել, այդ դպրոցները, որ սարքում եք, ում համար եք սարքում, 300,000 նոր ադրբեջանցիներ, որ բերելու եք բնակեցնեք, այդ հարցը ձեզ տվեք, դուք պարտավոր եք եւ դուք պետք է ծառայեք ՀՀ ժողովրդին, իսկ Սամվել Կարապետյանը այսքան ժամանակ ինչ որ արել է իր միջոցներից եւ դրա համար մենք պետք է ունենանք այնպիսի ղեկավար, պետք է ունենանք այնպիսի իշխանություն, որ իր գրպանները դատարկի իշա Հայաստանի Հանրապետության, ոչ թե ժողովրդի գրպանները դատարկի իշա իրենց իշխանության եւ դրա համար մենք իրականացնելու ենք փոփոխություն, իսկ փոփոխությունների թիվը 3 է, փոփոխությունների համար 3, փոփոխությունների համար 3 եւ այդ փոփոխությունները լինելու է Սամվել Կարապետյանի հետ, Սամվել վարչապետ, 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 Սամվել վարչապետ Ուժեղ Հայաստանը առաջարկում է առաջին 300,000 նոր աշխատատեղ։ Սիրելի ակնթիվեր ջան, սիրելի հայրենակիցներ ջան, ուժեղ Հայաստանը ծրագրեր է ներկայացրել, որոնք միայն թղթի վրա չեն լինելու։ Ուժեղ Հայաստանը այնպիսի ծրագրեր է ներկայացրել, որոնք առաջարկել է մեր ժողովուրդը, ուժեղ Հայաստանի ծրագրերը մեր ժողովրդի խնդիրներն են, գյուղերը դատարկվում են, գյուղերին պետք է խթանել, որպեսզի գյուղերն ավելի զարգանան, դպրոցներ են փակում, դպրոցները փակվելուց հետո գյուղերն ավելի են դատարկվելու, գյուղերն ավելի են լքվելու, մենք ուժեղ Հայաստանով առաջարկելու ենք գյուղերի զարգացման ծրագիր, ծնելիության աճ, ինչպես արդեն գիտեք, ուժեղ Հայաստանը ամեն 4 ծնող երեխային տալու է 2 միլիոն դրամ,
Հայաստան, մեր գյուղերը չպիտի դատարկվեն, որ օտարները կարողանան իրենց 300,000 ադրբեջանցիներին բերելու ապրեցնեն մեր գյուղերում։ Մենք պետք է ամեն բան անենք, որպեսզի կանխենք Նիկոլ Փաշինյանի ազգակործան քաղաքականությունը։ Սա բոլորիս պարտքն է, բոլորիս պարտավորությունն է, տեր կանգնել մեր նիբուր երկրին, տեր կանգնել մեր Հայաստանին։ Հավատացած եղեք, ուժեղ Հայաստանը կանելու է, որովհետև ուժեղ Հայաստանն ունի ուժեղ առաջնորդ, որովհետև ուժեղ Հայաստանին պետք է ուժեղ վարչապետ, եւ այդ մարդը Սամվել Կարապետյանն է, Սամվել վարչապետ, Սամվել վարչապետ, Սամվել վարչապետ, Սամվել վարչապետ, Սամվել վարչապետ, Սամվել վարչապետ։ Սիրելի օդունցիներ ջան, մենք ձեզ ողջունում ենք եւ վստահ եղեք, որ Սամվել Կարապետյանը ձեր կողքին կանգնելու է մինչև վերջ, որ գյուղերը զարգանան, որ գյուղերը առաջ գնան, մթերման կայաններ լինեն, գյուղացիները չմտածեն իրենց բերքի մասին, գյուղացին պետք է միայն արարի, ու գյուղերը պիտի խնդիրներ չունենա, ոչ ջրի հետ կապված, ոչ գազի հետ կապված, ոչ բերքի հետ կապված, անհաստատությունն ու գյուղատնտեսությունը պետք է հասնել շատ բարձր որակյուն մակարդակի, ուժեղ Հայաստանը պետք է ունենա ուժեղ տնտեսություն։ Եկել է փոփոխության ժամանակը։ Ուժեղ Հայաստանի համար ընտրեք 3։ Սամվել Կարապետյանը միակ ուժեղ վարչապետի տեխնացուն է, որ կարող է կանգնեցնել Նիկոլ Փաշինյանի վտանգավոր ու ապազգային քաղաքականությունը։ Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ։ Ուժեղ Հայաստան, ազատ ու հզոր, խաղաղ ու կայուն։ Բարև ձեզ։ Ուժեղ Հայաստան լինելու է։ Սիրելի օդունցիներ, երբ որ խոսեցինք բերքի երաշխավորված մթերման մասին, հիշեցի սեպտեմբեր ամիսը, երբ որ եկել էինք Օձուն, մեր ծրագրերը նոր էինք սկսել կազմել ու գիտենք, որ Օձունի տարածաշրջանում լավ կուկուրուզի տեսակ է լինում, որը մարդիկ դժվար են մթերում։ Երբ որ հանդիպեցինք գյուղացիների հետ, նրանք նշեցին, որ ունեն մթերման խնդիր, նշեցին, որ այն չեն ուզում մշակեն իրենց հողերը եւ ասում են, որ մեկը ոչ մեկ չի առնում, անիմաստ տանջվում ենք, վառելիք եւ դրա համար դուք անձամբ տեսնում եք, որ մեր ծրագրերի մեջ հենց մեր տնտեսական քայլերի 4-րդ կետը վերաբերվում է բերքի երաշխավորված մթերմանը։ Մենք որ ասում ենք գյուղացիներից, մեր հայրենակիցներից հավաքագրած տվյալներով ենք ծրագրեր կազմել։ Դրանք ուղղակի խոսքեր չեն, մի հատ փոքրիկ խմբակի, որ գալիս է խոսքեր են տալիս, հետո մոռանում գնում է։ Մենք մեր ծրագրերը հստակ կազմել ենք մեր հայրենակիցների հետ շփվելով։ Մենք չենք վերել ու ձեզ ներկայացրել այնպիսի ծրագրեր, որ էսա մեր ծրագիրը, համաձայնվեք։ Մենք կոնկրետ մտածել ենք մեր հայրենակիցների մասին։ Եվ ուզում եմ ասել, որ գալիք տարիներին Օձունի մեր հայրենակիցները մթերման խնդիր չեն ունենալու, քանի որ մեր ծրագրերի 4-րդը վերաբերում է բերքի երաշխավորված մթերմանը եւ օձունցին պետք է ավելի զարգացնի իր գյուղատնտեսությունը, այլ ոչ թե մտածի չեմ մշակի, որտեղ առնող չկա։ Առնող կա, Սամվել Կարապետյանը մեր հայրենակիցներին ու գյուղացիներին թևութիկունք է կանգնելու, ունենալու ենք ուժեղ Հայաստան, ուժեղ օձուն։ Սամվել վարչապետ, Սամվել վարչապետ, Սամվել վարչապետ, Սամվել վարչապետ, Սամվել վարչապետ, Սամվել վարչապետ, Սամվել վարչապետ։ Սիրելի օդունցիներ ջան, սիրելի հայրենակիցներ ջան, մենք հիմա կմոտենանք, ձեզ մոտ կկանգնենք, կներկայացնենք մեր ծրագրերը։
Բայց վստահ եղեք, ուժեղ Հայաստանում ոչ մի գյուղացի իրեն մենակ չի զգալու, ոչ մի գյուղացի, ոչ մի գյուղ չի լքվելու, չի դատարկվելու, Օձունը շատ մեծ գյուղ է, բայց վստահ եղեք, մենք ունենք շատ փոքր գյուղեր, որոնք ունեն խնդիրներ, եւ այդ խնդիրները վերացնելու ենք ուժեղ Հայաստանում, այդ բոլոր խնդիրները լուծելու ենք ուժեղ Հայաստանում, մեզ պետք է առաջնորդ, սիրելի օձունցիներ ջան, սիրելի հայրենակիցներ ջան, գալիս են մտնում են գյուղերը, գալիս են մտնում են գյուղերը ու մարդկանց ասում են տեր կանգնեք խաղաղությանը, սխալ տողեք դուք խոսում մարդկանց է, հայ ժողովուրդը միշտ տեր կանգնած է և խաղաղությանը, և իր ազգին, և իր հայրենիքին, սխալ տողեք գալիս խոսում, ո՞մ են պարոն, այո, սխալ եք ասում, դուք տեր չեք կանգնել, 8 տարիա դուք տեր չեք կանգնում, և գալիս եք գյուղերին պարտադրում ժողովրդին, որ տեր կանգնեն խաղաղությունը, այս ժողովուրդը միշտ տեր կանգնած է ու տեր է կանգնելու, այդ դուք տեր չկանգնեցիք մեր հայրենիքին, այդ դուք տեր չկանգնեցիք մեր Արցախին, այդ դուք տեր չեք կանգնում մեր գյուղերին, գալիս եք ընտրությունից ընտրություն, բրեկները միլնատ գալիս, մատ տապ գալիս, վախեցնում, վախի մտտալով ստեղծում ու թողնում գնում, այդպես չի լինելու, սա վերացնելու ենք ուժեղ Հայաստանում, չի լինելու նման բան, հայ ժողովուրդը պետք է գլուխը պարզ, ճակատը բարձր, քայլի ու պահպանի իր երկիրը, ու չհամարձակվեք, այո, գյուղի տղերքը լավ գիտեն պատիվ պահել, գյուղի տղերքը լավ գիտեն տված խոսքի արժեքը, այդ դուք եք, որ 8 տարի առաջ խոսք տվեցիք ու չպահեցիք, այդ դուք եք, որ խոստացաք Արցախը Հայաստանի վերջով, բայց չպահեցիք, այդ դուք խոստացաք, որ պիտի Հայաստանի կյանքը, հայ ժողովրդի կյանքը բարելավի ու ձեր խոսք տվածը չպահեցիք, գյուղի տղեն լավ գիտի իր խոսքի արժեքը, ու վստահ եղեք, այն մարդիկ ովքեր ուզում են ուժեղ Հայաստան ունենան, իրենց մեջքին կանգնած է մարդ, որը իր խոսքի տերն է, ու այդ մարդը Սամվել Կարապետյանն է, Սամվել Վարչապետ, Սամվել Վարչապետ, Սամվել Վարչապետ, Սամվել Վարչապետ, սիրելի օձունցիներ, սիրելի հայրենակիցներ, մենք այստեղ հավատված ենք այդպիսի մարդկանցով, որ բոլորս էլ գյուղի ծնունդ են, գյուղից ենք դուրս եկել, ու լավ գիտենք գյուղացու չարքաշ աշխատանքի գինը, Սամվել Կարապետյանը այն մարդն է, որ նույնպես գյուղի մեջ ծնվել ու մեծացել, ինքը լավ է պատկերացնում, թե գյուղացին ինչ խնդիրներ ունի, ինքը լավ է պատկերացնում, որ գյուղը պետք է զարգացնել, մարդիկ կան, այսօր մտնում են փոքր խմբակով ու հաթաթ են տալիս, մարդիկ կան, որ գալիս են ասում, որ ձեզ պիտի տնենք, եկեք տնենք, այդպես չեն խոսում ժողովրդի հետ, այդպես չեն խոսում ես միդի ռազգի հետ, այդպես չեն խոսում հայի հետ, արժանապատիվ հայի հետ, կոռեկտության կոչ եք անում, մենք ենք ձեզ կոռեկտության կոչ անում, որպես Հայաստանը ներկայացնող մի քանի օրից արդեն նախկին պաշտոնյաներ, մենք ձեզ կոռեկտության կոչ ենք անում, հերի մնացեք այս գյուղերից, հերիք է վախի մտտալով տարածեք, հերիք է սպառնակ գյուղերում աշխատողներին, հերիք է սպառնակ կրթությամբ զբաղվողներին, մենք ամեն ինչի շատ լավ տիրապետում ենք, ու գիտենք ձեր պահվածքը, ու գիտենք ձեր վարքագիծը, և հիմա եկել ենք, որ ասենք, օձունցիներ, չվախենաք ոչ մի բանից, Սամվել Կարապետյանը ձեր կողքին է,
Մենք պետք է, որ հորիսի յոթին տեղի ունենա փոփոխություն, եւ այդ փոփոխության համարն է համար 3, փոփոխության համար 3, փոփոխության համար 3։ Հիշում եմ նաեւ, որ նաև մեր առաջին այցը Լոռու մարզում պարոն Նարեկ Կարապետյանի հետ այցելեցին եկեղեցի, հոծունի Սուրբ Աստվածածին եկեղեցին եւ այս եկեղեցում են ստանալով օրհնություններ բեր ընթացքը շարունակեցինք ամբողջ Հայաստանում։ Այստեղ խոսեցինք, այստեղ զրուցեցինք ու հասկացանք, թե ինչ խնդիրներ ունի օձուցին։ Ու ինչպես ասեց իմ ընկեր Նարեկը, մենք այդ խնդիրները վերցրեցինք, ինչպես խոստացել էին, տարանք ու մտցրեցին մեր կուսակցության ծրագրի մեջ։ Սիրելի օձունցիներ, անտեսված չեք լինելու։ Մենք բոլորիդ ենք լսել ու պատրաստ ենք լսելու։ Այստեղ ենք եկել, որպեսզի ձեզ ասենք, վստահ եղեք ձեր ընտրության մեջ։ Սամվել Կարապետյանը ոչ մեկից մենակ չի թողնելու։ Ձեր կողքին կանգնած եմ մինչև վերջ, որ դուք ոչ մի խնդիր չունենաք։ Ապրեք բարեկեցիկ կյանքով, ապրեք արժանապատիվ կյանքով, ապրեք հարգված, եւ ոչ թե ժամանակ առ ժամանակ կամ մտնեն ձեր գյուղերը, բնեկները մատ տապտան ու ասեն, վայ գիտեք ես ինչ բան է ձեզ համար արել ենք, պիտի ընտրեք մեզ։ Ոչ, դուք բոլորը լավ եք ճանաչում ազգային բարերար Սամվել Կարապետյանին։ Դուք այս տարածաշրջանում լավ եք ճանաչում, որ ինքը ամբողջ կյանքում կանգնած է եղել ձեր կողքին, կանգնած է եղել հայի ու Հայաստանի կողքին։ Հիմա պահն է ուտել, որ բոլորով համախմբենք ու կանգնենք մեր հայրենիքի կողքին։ Սամվել Կարապետյանը այն մարդն էր, որ թողեց ամեն ինչ ու եկավ մտավ քաղաքականության մեջ, որովհետև գիտեր, որ Հայաստանի ապագան վտանգված է, որովհետև գիտեր, որ այս փոքրիկ խմբակը եկեղեցուց սկսել են շարունակելու գյուղեր, մտնելու են գյուղեր, այնպես են անելու, որ գյուղերը դատարկվեն, փոքր գյուղերում դպրոցներ են փակվում։ Չուր չպիտի տանենք սա, մենք պիտի պայքարենք սրա դեմ, եւ ոչ թե դեմ են պարեն, կանգնելու ելույթ ունենում, ձեզ խելոք պահեք, թե չկտրենք։ Վախեցեք ժողովրդից, որ արդեն զզվել է ձեզանից։ Վախեցեք այս ժողովրդից, որին խաբեցիք, 8 տարի շարունակ խաբեցիք։ Ու այս ժողովուրդը, այդ չի ուզում խաբված լինել։ Այս ժողովուրդը արտապատիվ կյանքով ապրել։ Այս ժողովուրդը ուզում է ուժեղ Հայաստան ունենա։ Ու վստահ ենք, որ գյուղում ապրող ժողովուրդը հաստատ կանգնելու գյուղացի մասին մտածող մարդու կողքին։ Սամվել Կարապետյանի։ Սամվել, վարչապետ, Սամվել, վարչապետ։ Սիրելի օձունցիներ ջան, մենք պետք է փոփոխություն, եւ միակ Սամվել Կարապետյանը կարող է փոփոխություն բերել։ Միակ Սամվել Կարապետյանը կարող է փոփոխել ու կանգնեցնել Նիկոլ Փաշինյանի ազգակործան քաղաքականությունը։ Փոփոխության համար 3, փոփոխության համար 3, փոփոխության համար 3։ Եկել է փոփոխության ժամանակը։ Ուժեղ Հայաստանի համար ընտրեք 3։ Սամվել Կարապետյանը միակ ուժեղ վարչապետի տեխնացուն է, որ կարող է կանգնեցնել Նիկոլ Փաշինյանի վտանգավոր ու ապազգային քաղաքականությունը։ Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի
փոփոխություններ լինելու են հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ։ Սամվել վարչապետ, 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 փոփոխության համար երեք, փոփոխության համար երեք, փոփոխության համար երեք, փոփոխության համար երեք, Սամվել վարչապետ, Սամվել վարչապետ, Սամվել վարչապետ, Սամվել վարչապետ, Սամվել վարչապետ, Սիրելի օջունցի տատիկ ջան, մերրեմ ես քո ջանին, սիրելի օջունցի տատիկ ջան, լռեք, սիրելի օջունցի տատիկ ջան, ուժեղ Հայաստանի թիմով եկել ենք, որ ձեզ ասենք, որ Սամվել Կարապետյանը ձեր կողքին է կանգնած, որ Սամվել Կարապետյանը ձեր կողքին կանգնած է, շենացել է ձեր գյուղը, լռեք, Մասեք, դոգա միկրոֆոնը չի բորնում։ Հրացրեք ինձ, խնդրում եմ։ Ջան, սիրելի օջուն, ուժեղ Հայաստանի թիմը այստեղ է, տատիկը մեզ ցույց է տալիս քվեաթերթում, բայց մենք տատիկին պիտի ասենք, որ մենք կանգնած ենք ձեր կողքին, Սամվել Կարապետյանը կանգնած է ձեր կողքին, ու ոչ ոք չի կարող ձեզ պարտադրել ինչ-որ ընտրություն կատարել, ձեր խղճի ու մտքի առաջ մաքուր եք եղեք նաև սերունդներին թողնող Հայաստանի համար։ Պետք է կանգնեցնել այս փոքրիկ խմբակի ազգատործան քաղաքականությունը։ Եթե չենք ուզում մեր գյուղերում 300,000 ադրբեջանցիներ լինեն, եթե չենք ուզում, որ մեր գյուղերը դատարկվեն, դպրոցներ փակվեն, ապա պետք է միասնական ձևով, բոլորով, տեր կանգնեն մեր երկրին, տեր կանգնեն մեր Հայաստանին։ Սիրելի օջունցիներ ջան, դուք ձեր խղճի ու մտքի առաջ մաքուր եք։ Մենք բոլորս գիտենք, որ օջունը շատ ուժեղ և շատ վստահ գյուղ է, բայց եկել ենք ձեզ ասենք, որ մենք մեծ խնդիր ունենք Հայաստանի լինել չլինելու, խնդիր ունենք մեր գյուղերը շենացնելու, խնդիր ունենք աշխատատեղերի, խնդիր ունենք առաջ գնալու զարգացնելու մեր գյուղերը։ Եվ մենք բոլորով եկել ձեզ տեղ ենք հասնում Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի խոսքը։ Սիրելի օջունցիներ, վստահ եղեք, ազգային բանավար, հայ ազգի համար ամեն բան արած մարդը հիմա քաղաքականության մեջ է, որպեսզի շենացնի մեր գյուղերը, որպեսզի մեր գյուղերը չդատարկվեն։ Ու վստահ եղեք, ձեզ ոչ մեկ չի կարող սպառնալ, ձեզ ոչ մեկ չի կարող վախեցնել։ Մենք այստեղ ենք, որ տեղ հասնենք Սամվել Կարապետյանի խոսքը։ Դուք լավ գիտեք, որ Նիկոլ Փաշինյանը արգելել է Սամվել Կարապետյանին հանդիպել մեր հայրենակիցների հետ։ Մենք ենք եկել իր անունից ասում ենք, ուժեղ Հայաստան լինելու է, ուժեղ վարչապետ ունենալու ենք։ Սիրելի օջունցիներ, հունիսի 7-ին
ձեր խղճի մտքի ցանկության ձեր ընտրությունը կատարեք հանուն մեր սերունդներին ժառանգող Հայաստանի համար, ուժեղ Հայաստանի համար։ Թույլ չտաք, որ ինչպես գործեցին եկեղեցու դեմ, այնպես էլ գործեն հայ գյուղի դեմ։ Մենք դրա դեմ ենք պայքարելու։ Հայ գյուղացին պետք է արժանապատիվ իր գյուղում ապրի, հայ գյուղացին պետք է աշխատատեղ ունենալ գյուղում։ Գյուղերը պիտի շենացնենք ծնելիությունը խթանելով։ Իսկ ուժեղ Հայաստանը առաջարկում է 4-րդ ծնող երեխային 2 միլիոն դրամ, 5-րդ ծնող երեխային նվեր բնակարան։ Այդ որ գնում են պայմանավորվածություններ են ձեռք բերում, որ այստեղ թուրքերի ադրբեջանցիների բերեն վերաբնակեցնեն։ Մենք դարեք դրան։ Մեր գյուղերում պիտի ապրեն հայերը, մեր քաղաքներում պիտի ապրեն հայերը, հենց դրա համար ուժեղ Հայաստանը առաջարկում է 300,000 նոր աշխատատեղ հայերի համար։ Փոփոխության համար։ Փոփոխության համար։ Փոփոխության համար։ Սիրելի օգնություններ ջան, մենք շրջում ենք ձեր գյուղում, մենք իրազեկում ենք ուժեղ Հայաստանի ծրագրերը, մենք բոլորիդ հետ ենք, անկախ ձեր քաղաքական պատկանելիությունից, մենք ձեզ սիրում ենք, բայց ոչ այն սիրով, որով ձեզ խաբեցին, այլ հայավարի, արժանապատիվ սիրով, հային դայել սիրով, որովհետև մենք դինենք առաջնորդ, որն ունի սկզբունքներ, որն ունի արժանապատվություն, ու մենք եկել ենք ձեզ ասելու, որ արժանապատիվ հայը հունիսի 7-ին պետք է կատարի ճիշտ ընտրություն, ուժեղ Հայաստանի ապագայի ընտրություն։ Սանվել, վարչապետ, սանվել, վարչապետ, սանվել, վարչապետ, սանվել, վարչապետ, սանվել, վարչապետ, սանվել։ Բոլորով միասին շարունակում են մեր երկրաձունում, վերջնում են մեր ուզումցիներին, մեր հայրենակիցներին խաղաղ ու արժանապատիվ ձևով շարժվեցինք առաջ։ Ուժեղ Հայաստանը առաջարկում է. Առաջին 300,000 նոր աշխատատեղ, երկրորդ 0% հարկ փոքր բիզնեսի համար, երրորդ 20% ավելի էժան դեղորայք, չորրորդ երաշխավորված մթերում գյուղատնտեսների համար, հինգերորդ 20,000 մատչելի բնակարան պետական աջակցությամբ, վեցերորդ թոշակի բարձրացում ամսական 12,000 դրամով, յոթերորդ բուժաշխատողների եւ ուսուցիչների աշխատավարձի բարձրացում, Kittem, uże, pokitę, im Հայաստան, հայ սիրտերմերու, վերեյերերու, ուստան, մեզ դետանի, հայ սիրտերմերու, նորեյերերու, սերտա, Հայաստանի։ Քրիստոս մեծ փաստարում է դարձել հերազանքում պատասխանք է պահին կողով հայրակա երկնքի դահես ես մեկ ասահի կողքիտ է
եմ ուժը հոգիդ է իմ Հայաստան այս ինտերներում վերը ելերում ուստա մեզ վետանի այս ինտերներում նոր է ելերում սևտա Հայաստանի Սիրելի Աջուն ջան, ուժեղ Հայաստանի թիմը ձեր գյուղում է ասելու, որ Սամվել Կարապետյանը կանգնած է ձեր կողքին, կանգնած է արժանապատի ոդինցու կողքին։ Ես նորից ենք մեր Պարոն Նարեկ Կարապետյանի հետ առաջինը ձեր գյուղում եղանք։ Այստեղ լիքը խնդիրներ արձանագրեցինք, որ ոդինցուները պետքի մթերման հետ կապված խնդիր ունեն։ Կազմակերպեցինք այդ խնդիրները, այն ժամանակ մեր ձևով։ Հիմա ուժեղ Հայաստանի համար մենք առաջարկում ենք մթերման կայաններ։ Դուք բերքի մթերման խնդիր չեք ունենալու։ Դուք արժանապատիվ պիտի ապրեք ձեր գյուղերում։ Դուք արժանապատիվ կյանքով պիտի ապրեք ու գյուղը շենացնեք։ Գյուղերը չպիտի դատարկվեն, գյուղերը պիտի լիքը լինեն, որովհետև հայը պիտի ապրի հայ գյուղերում, հայը պիտի Հայաստանում ապրի։ Եվ մենք չենք տալու ոչ մի օտարի, ոչ մի թշնամու մեր երկիրը ապրելու կամ վերաբնակեցնելու համար։ Այդ վստահ եղեք, որովհետև մեզ պետք է ուժեղ առաջնորդ, մեզ պետք է մարդ, որը կգանվի հայի թիկունքին, հայի կողքին, ու վստահ եղեք, ամեն բան անելու են, որ ուժեղ Հայաստանում հայն ապրի արժանապատիվ կյանքով։ Մենք տեսնում ենք նաև, որ փոքրիկ խմբակը մտնում են գյուղերում վախի մթնոլորտ են տարածում։ Փորձում են այնպես անել, որ գյուղերը դատարկվեն, բայց մենք դա թույլ չենք տալու։ Այսօր են խոսում են օգտագործում, որ խելոք մնացած տրոլելով կանցնենք։ Դա մեր երկրի նախարարի խոսքն է, հայ ժողովրդին։ Մեր երկրի նախարարի խոսքն է հայ գյուղացիներին։ Մենք դա թույլ չենք տալու։ Մենք թույլ չենք տալու, որ մեզ հետ այդպես խոսեն, որ հայ գյուղացու հետ այդպես խոսեն։ Ու մենք հասնելու ենք նրան, որ այս երկիրը ազատենք ազգակործան մարդկանցից, ոչ արժանապատիվ մարդկանցից, որ այս երկիրը ազատենք ազգակործաններից, ովքեր արդեն 8 տարի է պայքարում են այս երկրի ու այս ժողովրդի դեմ։ Խոստումներ տվեցին, 8 տարի առաջ եկան խոստացան, որ դուք լավ եք ապրելու, 8 տարի առաջ խոստացան, որ մեր հայրենիքը ամբողջական է լինելու։ Մենք տեսանք, թե ինչ եղավ, մենք տեսանք, թե ինչ բերեցին մեր գլխին իրանք, ու մենք եկել ենք պայքարելու սրա դեմ։ Մենք չենք կարող մեր հավատքը ուրանալ, մենք չենք կարող մեր երկիրը ուրանալ։ Իսկ դրա համար մեզ պետք է ուժեղ առաջնորդ, Սամվել Վարչապետ, Սամվել Վարչապետ, Սամվել Վարչապետ, Սամվել Վարչապետ, Սամվել Վարչապետ։ Բարև ձեզ, մեր երկրի մայրիկ ջան պետք է փոփոխություն։ Միակ մարդը Սամվել Կարապետյանն ով կարող է պայքարել Նիկոլ Փաշինյանի ազգակործան քաղաքական